Վախ երեխեք ջան, մինչև սուրճը սարի։ Չէ, լավ, տակա դեռ։ Եկեք մի երկու բառով ձեր հարցերին պատասխանեմ։ Շատերդ հարց եք տվել եւ կիսատ չեմ ուզում թողնել։ Համար առաջին հարցը, սիրելիներս, մայրիկը, Անահիտ, մայրիկը որտեղ է ապրում։ Սիրելիներս, մայրիկն ապրում է այստեղ, մի վայրկյան։ Եկեք ձեզ ցույց տամ կրեմը, ահա սիրելիներս կրեմը։ Հիմա ես սա դնեմ սառնարանը, թող մի քիչ սարի, մինչև սուրճը սարի։ Տեսնում եք արևայնակրոց որոշեցի չդնեմ, բայց ես միցակ խավար է դուրսը, բայց որ չկկոցեմ աչքերս, սատու ես առավոտյան արտացա, աչքերս լծված։ Վախ երեխեք ջան, մինչև սուրճը սարի։ Չէ, լավ, տակա դեռ։ Եկեք մի երկու բառով ձեր հարցերին պատասխանեմ, շատերդ հարց եք տվել եւ կիսատ չեմ ուզում թողնել։ Համար առաջին հարցը, սիրելիներս, մայրիկը, Անահիտ, մայրիկը որտեղ է ապրում։ Սիրելիներս, մայրիկն ապրում է այստեղ, մի վայրկյան։ Մայրիկն ապրում է այստեղ, տեսնում եք այս փոքրիկ վերանդան, այն մի պատուհանը, դա իր կվարտիրան է, իր տունն է, իր փոքրիկ տնակն է։ Երբ որ մենք տուն կառուցեցինք, մայրիկը որոշեց վերջնական, որ ապրի ինքը գյուղում։ Այստեղ շատ իր դուրը գալիս էր եւ ինքը ցանկանում էր մնալ այստեղ։ Իսկ մայրիկի խոսքը ձեր Անահիտի համար եւ ամբողջ իր քույրերի եւ եղբոր համար օրենք է։ Եվ մենք որոշեցինք միջանցքից դուրս բաց թողնենք, որպեսզի իմ համար հեշտ լինի գնալ գալը, ama 1000 մի բան կա, մոտիկ լինենք, էլի որ դրսով չմտնենք լինենք։ Մայրիկն ապրում է այդտեղ, մայրիկն ապրում է այստեղ, ինքը իր թագավորությունում, միգուցե թե շատերի հարց են տալի ինչն է գաղտնիքը, գաղտնիքը իհարկե նաև որ մեծահասակը պետք է ինքը իր կյանքով ապրի, մինչև իր կյանքի վերջ, իհարկե շրջապատված լինի սիրով, շրջապատված լինի իր երեխաներով, երեխաների սերը դա կապ չունի կողքի ապրեն, իր հետ ապրեն ու անընդհատ քարկոծեն։ Պետք է թողնեք իրենք որոշեն իրենց կյանքը։ Պետք է հարց տանք մեծերին, արդյոք սա քեզ ձեռ է տալիս, թե չէ։ Մի օր իմ տղան ասեց, պապա, որ երկար ապրեք, որ մեծանաք, մի օր կգաք մեր մոտ, ես սենց այս կոմենքում նայեցի Դավիթին աչքով արեցի, հետո որ Սերժը գնաց, ասեցի, լսի քեզ ինչ եմ ասում, մեռնեմ արևից։ Մենք շատ ուրախ ենք, որ դու այդքան բան, որ դու տենց ես դաստիարակվել, բայց ես քեզ մի բան պետք է ասեմ, ինչքան դեռ մենք ոտո ձեռքով կլինենք, թող քո պապան էլ, մաման էլ իրանք որոշեն, թե ոնց պիտի լինի եւ ինչ պիտի լինի, որովհետեւ մենք դա ենք տեսել։ Հիմա ասեմ երկրորդ հարցին։ Շատ էիք ցանկանում իմանալ, թե իմ ծանոթությունը ամուսնուս հետ ինչպես եք ծանոթացել։ Շատ բանալ ծանոթություն է, այսինքն արդեն Անահիտին ճանաչելով դուք արդեն հիմա ճանաչում եք ինձ եւ գիտեք, որ ես հեքիաթ կինոներ, հեքիաթա, ինչ են ասում, հեքիաթ պատմող կին չեմ, որովհետև մի քանի անգամ եկել եմ մի քանի բլոգերների վրա, ովքեր որ պատմում են իրենց ծանոթությունը, Ռոմեո Ջուլիետ եւ այլ եւ այլ։ Ես ուրախ եմ, այդ մարդիկ չեն ցանկանում ասել ճշմարտությունը եւ պետք է չի որ փորփրել։ Ոնց եմ ծանոթացել ամուսնուս հետ։ Պարզվում է, որ իմ ամուսին դե բնականաբար ինձ ավելի շուտ է ճանաչել, քան ես իրան, քանի որ դահլիճում կան հազարավոր մարդիկ, իսկ ես ոչ մեկին չեմ նկատում, երբ որ խաղում ես, իմ ամուսինը միշտ ամեն շաբաթ եկել է խաղը նայել է եւ տեսել է եւ Պարզվում է հավանել, անցավ որոշ ժամանակ, որ արդեն ես ֆրանսերեն էի խոսում, դե բնականաբար ինքը չգիտեր, որ ես նորից պետք է մնամ երկրորդ տարին պայմանագիր կնքեմ, մեր խաղացողների, աղջիկներից իրան լավ դպրոցի ընկերուհիներ էին, ընկերներ եւ այլն եւ այլն,
Ոնց ստացվեց, ասեմ ձեզ, ամուսինս ռեգբի է խաղում եւ չգիտեմ թե ոնց ստացվեց այդ օրը, որ մենք խաղից հետո այդ օրը մենք էլ խաղ ունենք, ամուսինս էլ ինքը չէր եկել խաղին եւ մենք մեր մարզիչը որ հաղթանակի համար մենք բոլորս գնացինք ռեստորան, թիմը չէր վճարում, ուղղակի մենք աղջիկներով որոշեցինք, որ գնանք նշենք ռեստորանում, հետո դիսկոտեկա էր, հենց ռեստորանում կողքը դիսկոտեկա։ Դա երբ էր, եթե չեմ սխալվում, դա մարտ ամիսն էր։ Եվ իմ ծնունդից հետո իմ 30-ամյակը նշել եմ ստեղ, մեծ 30-ամյակ արեցինք եւ հաց էինք ուտում, իմ ընկերուհիները անդադ ասում են նայ տես այն տղեն ինչ լավ սիմպաթիչնի է, քեզ ինքը շատ է հավանական, ես էլ ասում եմ նո, ես մտադրություն չունեմ մնալու այս երկիր, ես ուզում եմ գնամ ուրիշ երկրներում խաղամ, որովհետեւ ուզում եմ իմ կարիերայի վերջը մի քիչ շատ շրջագայի։ Եվ արդեն եկավ այդ մոմենտը, որ պիտի մատուցողը մոտեցավ, որ բոլորի հաշիվները բերի, որովհետև Ֆրանսիայում տենց է, բոլորը իրենց հաշիվներն են տալի, դե թիմի աղջիկներ էին, չէ՞ որ ընկերուհիներ էին մոտիկ կամ քույրեր։ Ես արդեն հանեցի, պատրաստեցի, որ փողը հանեցի, որ տամ, այդ օֆիցիանտն ասեց, ձեր տեղը տված է արդեն։ Ճիշտ ասած, ես մտածեցի, ով պիտի տված լինի, կամ մտածեցի միգուցե թե դա խաղացող, որպես խաղացող ճանաչված, ինչ որ ռեստորանի տերն է տալիս եւ այլ, բայց արի ուտես, որ ոչ ով էր վճարել իմ տեղը, իմ ամուսինը։ Ինքը մի աչոք բարձրացավ միավոր իմ աչքին, որովհետև ես զգացի, որ իր մեջ կա մի հատ, գիտեք, տղամարդու համար առաջին որակը իր մեջ տղամարդու պիտի ինքը լինի շատ առատաձեռն։ Երբ որ տղամարդը առատաձեռն է, երեխեք ջան, ինքը նաև առատաձեռնորեն սիրում է իր կնոջը, ինքը նաև նվիրված է իր ընտանիքին։ Դա իմ կարծիքն է, միգուցե թե ես սխալվում եմ, չգիտեմ։ Եվ ես նայեցի, ինքը տեսա ինքը ժպտում է ինձ, ես նայեցի, ասեցի, բայց նո, ասեցի, տենց բան պետք չէր, ես շատ տենց խիստ եմ, որովհետև ես չեմ սիրում տենց բաներ, իմ համար սյուրպրիզ էր։ Հետո մտանք դիսկոտեկա, սկսեցինք ուրախանալ, ապարել աղջիկներով եւ եկանք տուն։ Ինքը մի կողմի վրա իր անկերների հետ ապերիտիվ էին խմում ու իր աչքը անընդհատ ես բնական է երեխա չես տեսնում ես որ Հետո անցավ որոշ ժամանակ մենք այս վիլաժում տոն էր եւ բասկետբոլի եւ ռեգբիստների նորից էլ հրավիրված էին, հահայի, ընկերուհիս ասեց դու սխալ բան ես արել, ինքը լավ մարդ է, ինքը շատ ասեցի գիտես իմ համար զգացմունքը պիտի կպնի, եթե ես ասեց բայց իրան շանս տու, թող հանդիպեք, միգուցե թե դու կնկատես, որ ինքը իրոք լավ մարդ է։ Իրոք իր աչքերից արդեն երևում է, որ ինքը լավ տղա էր։ Եվ կարող եմ ասել առանց գաղտնի պահելու, այս ամբողջ վիլաժի ամենասիմպաթիչնի տղան էր։ Եվ դուրս Հայաստանի հավաքականի թիմը եկել էր Եվրոպայի խաղերին եւ մենք պետք է այդ օրը խաղայինք Ֆրանսիայի հավաքականի դեմ։ Կարծեմ դրանից հետո էր վերջը հեռախոսից համար վերցրեց, զանգեց այդ տունի, տեվախ տուն տան հեռախոսի համար, էր բան հանդիպենք, սուրճ խմենք, զրուցենք եւ դե ասեցի դե լավ դուրս գամ, դուրս եկա եւ կհավատաք երեխեք մի հատ sense իմ մեջ մի բան մտավ, ոնց որ ես գտա այն մարդուն իր պատմությունը, իր ինքը ոնց էր իր ծնողների նկատմամբ, ես իմս սպասեցի, այդ ժամանակ խոսում էի իմ իկանան վարժ չէ, բայց խոսում էի եւ ես զգացի, որ իր մեջ կա, ինչ ասեմ, սեր, որ ինքը ինձ ասեց, ասում ես քեզ վաղուց եմ նկատել, դու իմ դուրս շատ ես գալիս, ուղղակի ես չեմ ռիսկ արել մտածելով, որ դու դե երևի չես մնա այստեղ, ասեցի ավելի հույսեր չփայփայեմ իմ մեջ եւ այլն եւ այլն։ Եվ հետո եկանք տուն վերջ, այդքան։ Հետո կամաց նորից էլի մի շաբաթ հետո նորից խաղից հետո միշտ տենց էինք անում, որ խաղից հետո լիներ, որ ընդհանուր խմբով լինենք։ Եվ այդպես մեր սերը սկսեց շատ գեղեցիկ, շատ համեստ, շատ առանց այդ ինչ են ասում հեքիաթ կինոների։ Ես 30 տարեկան էի, ինքը 34, այսինքն մենք երեխա չէինք, որ մտածեինք, որ եւ այլն, եւ մենք Ես ճիշտ ասած իրան ասացի, ես միգուցե թե գնամ Բելգիա, ուզում էի Բելգիա պայմանագիր կնքեի, ինքը խնդրեց, ասեց, գիտես, ասեց դու այս թիմն էլ ա քեզ շատ սիրում հավանում, ես ունեի երկու հնարավորություն, ասեց պայմանագիր կնքի այստեղ, ես շատ ծանր կտանեմ, դու որ գնաս Բելգիա, էլ կարող էլ չգաս եւ այլն, ճիշտ ասած երկար մտածեցի, շատ երկար մտածեցի, զանգեցի մերոնց էլ, մայրիկս ասեց լավ մտածի։
հայրիկս էլ զանգեցի ժամանակ ոչ հեռախոս կար ոչ բան, պոչտայի զանգեցի, ասեց լավ մտածի, ասեց, որովհետև ինչքան է մարդը ունենա կարիերա, ինքը մի գեղեցիկ օր դա ավարտվում է, երբ որ ավարտվում է, հետո դու ընտանիք, ամենաճիշտը ընտանիք կազմելն եմ։ Եվ ես հանդիպելով մենք արդեն երկուսս մոտ ես զգացում, ես ասեմ ձեզ, ես սիրեցի Սերժի սերը։ Ես ինքն շատ էր սիրում եւ կամած այդ սերը երբ կողմանի դարավ, հետո մենք նշանվեցինք, ինքը ինձ մի հատ մատանի տվեց, հետո մենք ամիջապես արդեն անցավ մի տարի, ես դեռ էլի խաղում էի, մենք պատրաստվեցինք հարսանիքին, մայրիկը միայն կարողացավ գալ, հայրիկս վատառողջ էր։ Եվ այն ժամանակ շատ դժվար էր վիզա եւ այլն եւ կհավատաք ժողովուրդ ջան, ես մի բան պետք է ասեմ, իրոք շատ ծանր օրեր էին, շատ ծանր ժամանակներ էին, այդ կարոտը մի ահավոր էր, այսօրվան նման չի որ զանգենք FaceTime-ով, հեռախոսով եւ խոսենք։ Ահա, այդպես էլ ստացվեց, որ ես ձեր հարցերին պատասխանեցի հուսով եմ, թե ոնց ենք ծանոթացել, հետո եղավ հարսանիքը, հետո ունեցանք իմ տղային, հետո նորից էլի գնացի բասկետբոլը, նորից շարունակեցի բասկետբոլ խաղալ եւ 37 տարեկանում ավարտեցի իմ կարիերան, 39-ում բասկետբոլի կարիերան եւ փոխեցի ամբողջությամբ, քանի որ ունեի երեխա եւ ուզում էի իմ ամբողջ կյանքս տալ իմ երեխային, ասեմ ձեզ, որ կարիերան սպորտային ինձ արդեն էլ չէր հետաքրքրում, որովհետև ես այնքան էի տեսել, այնքան էի վայելել այդ փառքը, որ ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեի։ Երբ որ մարդը ինքնահաստատվում է, ինքը ապացուցելու ոչինչ չունի։ Երբեմն կան տգետ մարդիկ, որոնք մտնում են ալիք, ասում են, այդ ուզում ես, ասում ես սենց, որ ինքնահաստատվես, սիրելիներս, նրանք ովքեր կմտնեն կնային իմ բլոգները, ձեր Անահիտը այնքան ինքնահաստատված է, որ ինքը ընդհանրապես ինքնահաստատվելու կարիք չունի։ Ահա սիրելիներս, այս կանը, հիմա անցնենք մեր տիրամիսուին, հուսով եմ, որ պատասխանեցի ձեր հարցերին, անցնենք մեր տիրամիսուին, հետո արդեն մայրիկի հետ մի քիչ զրույց կանենք եւ իհարկե շարունակենք մեր բլոգները։ Գնացինք։ Լավ եղանակ է այսօր, լավ հովհել ասեցի։ Գնացի, որ ասի քայլեմ, գնացի, այն թևերը լսկեն էի։ Մրսեցիր։ Չէ, շոկեցի, եկա հանեցի։ Հա, դու ես քեզ տեսա մի մոմենտ, դու թևերով բան էիր հագե։ Ժողովուրդ ջան, կներեք մայրիկի հին գոլեգան է զանգում։ Մամ ջան, այս Ռեհանդ ինչ լավն է, ոնց որ ծաղիկ են, այս մեկելները հելել են, այն մեկերը հելել են արդեն։ Հələ։ Այ երեխեք, այսինքն Էնի բրծնում եմ ցանում, էնի բրծնում եմ ցանում։ Մարևի, դա իր մոտը գարշոկ է դրած, նենց չի որ ոչ պարտեզ կա, ոչ բան կա։ Ինչքան կարում է, այդքան անում է մամաս, հա։ Զբաղվում է, էլի։ Հա, հուղ կա, բայց վիճակը։ Նորեր մամայի շատ լավ սյուրպրիզ եղավ։ Instagram-ով շատ ուրախ եմ, Instagram-ով իր ամենահարազատ իր գոլեգան աշխատանքի, որ իրանք հավատարիմ աշխատել են ու ինքը իմ համար ոնց որ մորքուր ա եղել Գյուլնար Տոտան, իր հարսը գրել էր ապրես Շուշանիկ ջան, դու մեր իրոք մամային տարար հիշողությունների գիրկը, մաման խոսաց իր սիրելի Գյուլնարի հետ, Գյուլնար ծոցայի հետ։ Իր գոլեգան էր աշխատանքի, իրար 15 տարի մամ, 11 տարի իրար հետ հավատարիմ աշխատեցին թև թիկունքով ու այսօր իրանք ապրում են Ռուսաստանում, մաման Ֆրանսիա։ Տեսնում ես մամ ջան, ինչքան լավ է այս ապարատ, այս նոր այս տեխնիկան, մարդիկ գտնում են։ Դա ամենակարևորը մեծահասակների համար առաջի պլյուսը դա որ մարդը կարողանում է վիճակի այս տեխնիկայից օգտվի, զանգում ենք աշխարհի ոչ սայրը հերավոր արև ելք, զանգում ենք աշխարհի որ սայրն ասես հարազատներ ունենք, ընկերներ, ընկերուհիներ, բարեկամներ, խոսում ես, կարողանում ես հոգի դադարգես, նամանավանդ որ վիդեոյով խոսում են, իրանք շարժում են, խոսում են, ասում են։ Ոնց որ կողքը լինես, չէ՞, բա։ Մենակ մի բան է չհերիկում, որ կոզենաս փաթաթվես։ Ասма էդ էլ է լինելու շուտով սենց։ Ասում եմ, ամեն ինչ կլինի։ Մամ ջան, եթե մարդու մտքով մի բան անցնում է, անցել է, առաջներում հեքիաթների միջոցով էին արդար։ Ալադենը, որ նստում էր այն խալու վրա թռնում էր։ Էդի սամալյոտն էր։ Առաջներում որ մարդիկ մեծ գյուղերում է լինում հատկապես այդ, դες ես երբեմն պատմում են, էլի, ապրիլը։ Ուրեմն հատուկ հեքիաթ պատմողներ կային։ Շատերը ստեղծում են իրանցից։ Դե նրանք էլ իրանց ասու տված մարդ են, ամեն ժամանակաշրջանում էլ բանաստեղծ ա եղել, գիտնական ա եղել, ամեն ինչ եղել է։ Ուրեմն դրանք գալիս էին հատուկ գյուղերը ման էին գալիս, նստում են դրանց մեծ ակումբ են ունեցել, հավաքվում են, տղամարդիկ,
երեխաները հավաքվում այս մարդը հեքիաթ էր պատմում։ Մենակ տղամարդիկ։ Առաջներում կանայք չէին կնում տղամարդկանց հետ։ Հասկացա՞ր։ Հա, բարձա։ Հա։ Հետո ուրեմն պատմում են հեքիաթ մինչև առավոտ անայդ։ Կինո են գնացել են։ Ահա։ Ոնց որ կինոյի զալ են գնացել։ Սերիալներ են նայել։ Ու իրանք դաժե շատերը իրանք աշուղները հատկապես։ Իրանք սազով Քամանչայով սազով գնում են, այդ հերկատները որ պատմում են, մեջ բերումներում երկեր էին ասում։ Դերասան են եղել էլի։ Դերասան չեն եղել, աշուղ են եղել։ Հենց աշուղները Սայատնովա որ մրցվում է մյուսի հետ եւ այլն, դրանք էլ երկել են միևնույն ժամանակ ընթացքում միևնույն ժամանակ բարերով պատմել են, որ տեղն հասել է որ երաժշտության արդեն եւ այլն, սկսել են նահագել։ Կինոների մեջ ոնց ապրես, հա։ Այդ ժամանակ հեքիաթները որ պատմում են, դե որ ասեցի, ասում է նստում է թակավորի տղեն խալու վրա, խալին թռնում գնում է հետո ասում է թակավոր լավ պալատա ունենում, լավ շքեղ պալատա ունենում, իր ամեն ինչով, թակավորը գնում է ուրիշ երկիր, ինչ-որ մի ամսով գնում է երևի հանդիպման եւ այլ բաների։ Ուրեմն գալիս տեսնում է, որ մտնում է իր պալատ, տեսնում է մութ է։ Ինչ տեսնի լավ է։ Ինչ որ մեկն եկել է իր պալատի դիմաց, բարձր հարկ շենք է սարքել։ Տեսա դարավ իրականություն։ Այո դրանք մենք լսել ենք ժամանակ։ Մամետ մարդիկ տվացուրիկ մարդիկ են եղել, այդ հորինողները հեքիաթը։ Բարձր հարկ շենք է սարքել, այդ ստվերը արև չի թողնում որ արևը կպնի իր պալատի վրա։ Բա։ Տեսնես, ինչ մարդիկ ինչ մտածելակերպ են ուտում, ասում են ոնց կարա դες բարձր շենք սարքի որ թակավորի պալատը կամ էլ թե չէ խալու վրա նստես թռնես։ Նայեք ժողովուրդ, դե գիզենք արեր Սերժը պիտի գնա այսօր տանի։ Հատան, Սերժ, հատան։ Հատան։ Այս ռեկլամը շատ Ֆրանսիայի ապրողները կիմանան։ Սերժ, Hatan. Mais enlève pas. Ah, merde. Mais... Elle est partie. Mais oui, mais non, pose. Pose. Premier coup de vent. Comment tu veux savoir où le vent derrière? Devant c'est court, Serge, derrière c'est... Voilà. Et après je vais appeler David et Carla qui te regardent comme ça. Mais il va qu'un jour au vote. Attends. Serge, regarde-moi. Mais non, Serge, non, il y a. On dirait un curé. Attends, Bakir, attends. Attends, Maman, tu me le fous dans la bouche. Attends, je vais voir là. Comment tu vas marcher, Serge? Marche. Attends. Je revois. Maman, il y a que ça, mais nous sommes Serge, attends. Mam. Hür ayık kezman mihat. Hür ayık kez mihat Mart ayık. Bien, bien. Kaynanın zeyve. Asma, nerveyse azdıma. Ժողովուրդ հերախոսի ռեկլամ էր այտենց էլի, ասենք խոսքի բանի հետ, ոնց որ այսօր հատուցյան։ Une femme enceinte. Moi, pendant une pomme. Լսում եք Անդրեվի ձայնը։ Չլավն է։ Լրիվ ներվետ հանգստացնում է։ Իսկ ես հաղորդում եմ նայում։ Ժողովուրդ ամպերը գոռում են։ Օլալա, այդ խեղճերի տոնը լրիվ հարամ արեց։ Կայծակը, Անդրևը։ Բայրույց բոլորիդ, ինչպես եք ժողովուրդ ջան։ Այսօր մեր մոտ արդեն տիրամիսուի հաջորդ օրն է։ Ճիշտ ասած մտածեցի Սերժը կգա կհամտեսի, բայց Սերժը ինձ չէր ասել, որ այսօր ինքը տուն չի գա, տունը հաց չի ուտելու։ Եկավ ասեց տունը չեմ ուտում։ Ահա մեր տիրամիսուն, ասեց ուտում եմ բան այդ որ աշխատել է, օգնում են, հիմա լրիվ հավաքում են արդեն։
Մի հատ եկեք այ այսքան, ես տիրամիսու չեմ սիրում։ Մի հատ եկեք այս տիրամիսուն համ տեսենք հələ, էլի։ Ինչ եք կարծում։ Ահա մեջը։ Կարելի է մի քիչ ավելի սուրճ անել երևի։ Սա արտակարգ համեղ է ստացվել։ Կոնյակի համն էր ինձ հետաքրքրում։ Կոնյակի համն էլ է գալիս։ Բրավո Անահիտ։ Շատ համեղ է եղել։ Ժողովուրդ։ Կավելացնեք մի քիչ կոնյակ, մի ճաշի գտալ կոնյակ։ Շատ համեղ է ստացվում։ Եթե կոնյակ չունեք, ռոմ կամ կոնյակ։ Մեր մոտ այսօր 17 աստիճան է։ Նայեք, տեսեք, մի հրաշք ցուրտ։ Ասում են մարդիկ վատ են զգում իրենց, ոնց վատ չզգան, 40-ից իջնում է 17։ Եվ ամենակարևոր ամբողջ այդ որ ասեցի վառած հոտ է գալիս է պագրիշկայի, պարզվում է դա բորդոյի այդ հրդեհների հոտն է, մինչև մեր մոտից բորդո 4 ժամ է, 3.5-4 ժամ, դուք պատկերացնում եք երեխեք, բորդոն վառվում է, լրիվ կողքերը, տները, խայտանակությունը, բնությունն է բարգացել է բնությունը։ Եվ ես արդեն հավատում եմ այդ ամեն ինչին։ Հիմա եկեք ես սմբուկներն եմ ուրեմն կտրեմ։ Աղի մեջ եմ դնում, մի քիչ ջուրը գնում է։ Վալա։ Եվ սրանք նորից էլի չեմ ուզում սառնանը շատ արդեն էլ տեղ չկա։ Սրանք էլ տեղավորեմ այսօր դնեմ սարցախցիկը։ Ճիշտ ասած, եթե աղացած միս ունենա, հենց մի անգամից կպատրաստեի, կդնեի տենց պատրաստի, բայց ոչինչ լավ։ Գնացինք սիրելիներս։